Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Հանձնաժողովի անդամները թե ոչ ժամը 10-ին նախատեսված էր հանդիպում, ինչ հիմնավորմամբ այդ հանդիպումանը ձեզ չկանչեցին, չհրավիրեցին։ Հիմնավորում չի եղել, ուղղակի ազգային ժողովի աշխատակիցը, ինչպես նախորդ դեպքերում, եթե ընդունելության է գալիս քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր, նրանք ուղղակի խտրական վերաբերմունք են ցուցաբերում եւ ինձ ընդունելության չեն արժանացնում։ Ինձ տեղեկացվեց, որ ընդունելության իզնից բացի կոնկրետ այդ հանձնաժողովի ֆինանսավարական եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի ընդունելությանը իզնից բացի գրանցված է եղել եւս երկու քաղաքացի, մյուս երկու քաղաքացիները արժանացել են ընդունելության եւ ինձ հայտվել է, որ Ծովինար Վարդանյանը չի ցանկանում միայն ինձ ընդունելության արժանացնել։ Այսինքն ցուցաբերել է հերթական անգամ խտրական վերաբերմունք։ Ես ուզում եմ հիշեցնել, որ սա Ծովինար Վարդանյանի վարքագծում արդեն կրկնահանցագործության դրսևորում է, որովհետև նախորդ ամիսներին նույնպես իրենց հանձնաժողովում ընդունելության ժամանակ կրկին ինքը պետք է անցկացներ ընդունելությունը եւ միայն ինձ մերժել է ընդունելության արժանացնել։ Նախորդ անգամ օրինակ ընդունելություն կայացել է, որովհետև երբ որ ընդունելությանը մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովից ներկայացել էր ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Տիկին Միրզոևան, այդ ընդունելությունը կայացել է։ Այս ամսվա ընթացքում կայացել է եւս մեկ ընդունելություն, կրկին Հայաստան խմբակցության պատգամավոր Մեհեր Մերկոնյանի կողմից անցկացվող։ Սա էլ ինչ է հուշում, որ եթե ընդունելությունը ՔՊ-ից չի պատգամավորը, այլ խմբակցությունից է, դրանք կայանում են, այսինքն մյուս պատգամավորները բարեխիղճ են իրենց պարտականությունների կատարման հարցում եւ ընդունելության են արժանացնում բոլոր քաղաքացիներն, ընդ որում Հայաստան խմբակցության պատգամավորներն էս չի, որ միայն ինձ են ընդունում։ Իրենք ընդունելության են արժանացնում բոլոր քաղաքացիներն, ինչպես որ պետք է անեն ընդունելության եկող մյուս բոլոր պատգամավորները։ Իսկ եթե ընդունելություն անցկացնում է քաղաքացիական պայմանագրից, միայն ինձ ընդունելության չեն արժանացնում։ Սա նաև ինչ է նշանակում, որ պատգամավորները դրսևորում են ոչ թե անհատական վարքագիծ, ինչը որ սահմանադրությամբ նրանց պարտականությունն է, այլ կոլեկտիվ վարքագիծ։ Դա նշանակում է, որ գոյություն ունի քաղաքացիական պայմանագիր խմբակցության որոշում, որ խմբակցության կազմի ոչ մի պատգամավոր պետք է ընդունելության չմը, իրենք WhatsApp-ի խմբեր ունեն, կարծեմ խմբակցության տենց խումբել ունեն, երևի ընդհանուր շրջաբերական մի հանձնարարական ստացել են, ակն ես ուղղակի ենթադրում եմ, խմբակցության ղեկավարից ենթադրվում է, որպեսզի ինձ ընդունելության չարժանացնեն, իսկ ազգային ժողովի կանոնակարգը խմբակցությանը նման իրավասություններ չի տալիս, այսինքն յուրաքանչյուր պատգամավոր պետք է անհատապես գործի։ Ես նախապես ասել եմ, թե ինչ թեմայով եմ ուզում իրանց հետ հանդիպել, այսինքն իրենք գիտեն, որ հիմնական քննարկման թեման դա վարչապետին անվստահություն հայտնելու հարցն է, եւ իրենք փաստորեն խուսափում են, վախենում են այդ հարցի շուրջ քննարկումներ ունենալ քաղաքացիներից։ Իսկ այս ընդունելությունների հեղինակը ես չեմ։ Այսինքն ես չեմ խնդրել իրանց հետ հանդիպել։ Հանդիպումը իրենք են նախաձեռնել, ես սահմանված կարգով ոնց որ մյուս քաղաքացիները գրանցվել եմ եւ ներկայանում եմ ընդունելության։ Եվ այդ ժամանակ իրանք ցուցաբերում են նման վերաբերմունք։ Գիտեք, ասեմ, որ ես 20-ից ավել հաղորդում եմ տվյալ հանցագործության մասին, ոչ մի դեպքում հələ այդ ուղարկումը մինչև քննչական կոմիտեի արաբկիրի քննչական բաժին, տարբեր քննիչներ են, իդեպ, բայց այնտեղ էլ ոնց որ ընդհանուր մոտեցում է, վարույթ չեն նախաձեռնում, ոչ մի հիմնավորում չեն գրում։ Քրեական դատավարության օրենսգրքից մի քանի հոդված արտագրում են այդ իրենց գրության մեջ եւ ասում են Էդգար Ղազարյանի դիմումը հիմք չի հանդիսանում վարույթ նախաձեռնել, այսինքն իմ դիմումի ոչ մի հանգամանք քննիչը չի դիտարկում վարույթի նախաձեռնելը մերժելու համար։ Ես դա բողոքարկում եմ Արաբկիր Քանաքեր Զեյթունի դատախազներին, դատախազը օրինաչափությունը արդեն իմ բողոքը մերժում է, հետո գնում է Առաջինատյանի դատարան, եղել է դեպքեր, որ դատարանները մերժել են, հիմա տվել են վերաքննիչ դատարան, մյուսները բոլորը ընթացքի մեջ են։ Այսինքն ես այս ամենի հետ միասին մի հսկայական նաև իրավական աշխատանք եմ տանում, ընդ որում մենակ չունենալով պաշտպան, չունենալով փաստաբան այդ գործում, դա էլ ինչի համար, որովհետև սեփական միջոցներ չունեմ փաստաբաններ վարձելու համար, որպեսզի ինձ այս հարցում օգնեն, իսկ իրենք էլ մի հատ օրենք են ընդունել, որ փաստաբանները անվճար խորհրդատվություն եւ աջակցություն քաղաքացիներին չեն կարող ցուցաբերել, որովհետեւ հիմա որևէ փաստաբան եթե դա անի, ինքը ոչ միայն իր
սեփական ժամանակի հաշվին պետք է անի, այլ նաև պետք է հարկեր վճարի իմ չվճարած գումարներից, որպեսզի ինձ ցուցաբերի իրավական աջակցություն։ Սա էլ է կարևոր խնդիր, որովհետև անցած տարի փաստաբանական համայնքը հենց այդ հարցով էր բարձրաձայնում իրենց գործունեության հարկային ռեժիմի փոփոխության հետ կապված, այսինքն դրա հետևանքներն եմ ես հիմա կրում եւ հիմա ամեն օր երեկոյան ես ստիպված եմ գնալ օրինակ այսօրվա հետ կապված պետք է նորից հաղորդում գրեմ հանցագործության մասին այնտեղ որտեղ դատախազներից մերժումներ կա դատական հայցեր գրեմ դա հսկայական աշխատանք է այսինքն նորմերը պահպանել եւ այլն տեխնիկական դիսկի վրա գրել էլեկտրոնային կրիչ ուղարկել բոլոր հասցեատերերին նշել եւ այլն փոստային աշխատանք ծառայություններ բայց ես դա անում եմ այսինքն ինձ համար դա մեծ ծանրություն է ֆիզիկական, ինտելեկտուալ առումով, բայց պատասխանատու եմ ինձ համարում ոչ միայն սեփական իրավունքների պաշտպանության, այլ նաև մեր հասարակության, քաղաքացիների իրավունքների պաշտպանության իմաստով, որովհետև այս կարգավիճակում կարող է հայտնվել ցանկացած քաղաքացի, այսինքն Պարոն Ղազարյան, վաղը ազգային ժողովում նախատեսված է լսումներ Նիկոլ Փաշինյանին անդրադառնալու հայտնելու գործընթացի վերաբերյալ ինչ ակնկալիքներ դուք ունեք եւ իրատեսական եք համարում, որ իշխանական որևէ падգամավոր ամյունից ելույթ ունենա ու չգիտեմ կպատասխանի այն ժողովրդին, որից քվե է ստացել։ Նախ ազգային ժողովի աշխատանքներին մասնակցել, այդ թվում ազգային ժողովի նիստերին, ազգային ժողովի հանձնաժողովների նիստերին, խորհրդարանական լսումներին, քննարկումներին, ազգային ժողովի падգամավորների պարտականությունն է։ Իհարկե խմբակցության կողմից կազմակերպված լսումներին օրենքով սահմանված պարտականություն դրված չի, դա միայն հանձնաժողովների կազմակերպված լսումն է, բայց այնուամենայնիվ падգամավորները դրա համար են, որպեսզի մասնակցեն ազգային ժողովի աշխատանքներին։ Խորհրդարանական լսումների ինստիտուտը նախատեսված է այն բանի համար, որ հանրությանը հուզող այս կամ այն հարցի շուրջ հրավիրվեն ոչ միայն падգամավորներ, այլ հասարակության տարբեր խմբերի ներկայացուցիչներ, ովքեր որ շահագրգիռ են, ովքեր որ փորձագիտական կարողություններ ունեն, փորձառություն ունեն եւ այլն, որպեսզի գան իրենց տեսակետներով, քննարկումներով օգնեն падգամավորներին, որպեսզի նրանք որոշումներ կայացնեն, այսինքն բոլոր դեպքերում խորհրդարանական լսումների շահառուները դրանք ազգային ժողովի падգամավորներ են։ Հետևաբար վաղը նիստերի դահլիճում պետք է գտնվեն իմ կարծիքով ազգային ժողովի բոլոր падգամավորները, որպեսզի նրանք լսեն, թե հանրությանը հուզող հարցի վերաբերյալ այլ մարդիկ, ովքեր падգամավոր չեն, ինչ կարծիքներ ունեն, որպեսզի դա նպաստի իրենց տեսակետի ձևավորմանը եւ դրանից բխող որոշումներ կայացնեն։ Եթե իրենք ունեն տարբերվող կարծիքներ, պարլամենտը դրա համար է, որ նաև տարբերվող կարծիքներ հնչեցվեն, այդ տարբերվող կարծիքների մեջից ծնվի ճշմարտությունը, հասարակությունը լսի, ասի Էդգար Ղազարյանը այս հիմնավորումներն է ներկայացնում անվստահության գործընթացի համար, չգիտեմ, Ալեն Սիմոնյանը կամ Ռուբեն Ռուբինյանը կամ Վահագ Ալեքսանյանը էլ այս կարծիքը ունի։ Այդ մարդիկ պետք է այդ երկու կարծիքները լսեն, տեսնեն որն է հիմնավոր եւ իրենց տրամաբանական պահանջ ասեն Պարոն Ղազարյան, այս մարդիկ ավելի հիմնավոր են խոսում, չէ, պաշտպանենք, բայց այդտեղ հիմա մենք պարլամենտում ունենք մի հատ իրավիճակ, որ պարլամենտը իր ֆունկցիոնալ կարգավիճակից շեղվել է, այսինքն այստեղ քննարկումներ չի լինում, ասենք 2 օր առաջ իրանք էին կազմակերպել խորհրդարանական լսում։ Ես ելույթ եմ ունենում։ Ռուստամ Բաքոյան ասում է, ինձ դուր չի գալի քո ելույթը։ Եվ ընդհանրապես օգտվելով այդ իր նախագահողի կարգավիճակից ինքը տենց իրավունք չունի դե որպես լսումների ժամանակ։ Ասում անջատեք խոսափողը։ Հետո էլ անվտանգության ծառայողները ասում են հեռացրեք իրան դալի, որովհետև իր ասած մտքերը իր հակասություն, օրինակ մենք ասում ենք օրենքի նախագիծ են քննարկում, եւ այստեղ պետք է ելույթ ունենան փաստորեն միայն մարդիկ, ովքեր գովում են այս նախագիծը։ Ովքեր միայն դրական կարծիք ունեն այս նախագծի վերաբերյալ, նրանց բոլորին թույլատրվում է խոսել։ Եթե մեկը ընդդիմանում ասում է, որ այս նախագծի կարիքը չկա, հասարակական հարաբերություններում երեխաների իրավունքների պաշտպանության հետևանքները ինչից են առաջ, չի ասում, դու վատ բաներ ես ասում։ Անջատեք խոսափողը։ Հետո ասենք ոնց թե, պարլամենտ ինչի համար է։